Հայրական իմաստություն, լատիշական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի շատ չար թագավոր։ Նա շատ էր տանջում իր հպատակներին։ Մի անգամ թագավորը հրովարտակ է արձակում, որ որդիները պարտավոր են իրենց ծեր արդեն աշխատել չկարողացող հայրերին տանել թողնել անտառում, որ նրանք անտառում մահանան, իսկ թագավորության հացն էլ դրանից կշատանա։ Եվ ահա բոլոր որդիները ստիպված են լինում իրենց ծեր հայրերին տանել թողնել անտառում։ Մի անգամ ձմռանը մի գյուղացի պատրաստվում է հորը տանել անտառ։ Նրան նստեցնում է սահնակ, կապում, որ վայր չընկնի, և քարշ տալիս անտառ։ Թոռնիկն էլ է գնում նրանց հետ։ Շուտով մտնում են մութ անտառ։ Գյուղացին որոշում է հորը թողնել այնտեղ և տուն վերադառնալ, բայց թոռնիկը խնդրում է. «Սահնակը մի թող, տուն տանենք սահնակը»։ Սահնակը քո ինչին է պետք, հարցնում է գյուղացին։ Երեխան պատասխանում է. «Իսկ ինչով պիտի ես քեզ անտառ բերեմ, երբ դու ծերանաս»։ Այստեղ գյուղացին մտքերի մեջ է ընկնում. «Ախր ես էլ պիտի ծերանամ, ինձ էլ պիտի այստեղ անտառ բերեն ու թողնեն։ Խիղճս չի տանում իմ ծերուկին այստեղ թողնել»։ Մտածում է նա, մտածում, հետո վերցնում է հորը և տուն բերում։ Գալիս են տուն, հորը մտցնում է նկուղ ու ասում. «Հիմա դու այստեղ կապրես»։ Ամեն օր գյուղացին հոր համար ուտելիք է բերում։ Ծերուկը ապրում է նկուղում ու ոչ ոք այդ մասին չի իմանում։ Եվ ահա մի այնպիսի տարի է լինում, որ ամբողջ թագավորության մեջ սոսկալի սով է սկսվում։ Ոչ ոք տարեկան չի ունենում ցանելու համար, իսկ ուտելու համար արդեն վաղուց ոչինչ չեն ունենում։ Գյուղացին ավելի ու ավելի քիչ հաց է բերում հորը։ Դիմանում է հայրը, դիմանում, իսկ հետո ասում է տղային. «Սկզբում դու ավելի շատ էիր ինձ հաց տալիս, իսկ հիմա գնալով պակասեցնում ես, պատճառն ինչ է»։ Գյուղացին հորը պատմում է սովի մասին, որ էլ ոչ ոք ոչ մի հատիկ տարեկան չունի, ոչ հացի համար, ոչ էլ ցանելու։ Մտածում է ծերուկը, հետո ասում է. «Գնա մեր հին խրցանոցի կտուրը պոկիր, ծղոտից հատիկները հանիր, ցանիր, և դու հաց կունենաս»։ Գյուղացին բակ է դուրս գալիս ու մտածում, թե ինչ անի։ Արժե քանդել կտուրը, ախր հազիվ թե ծղոտի մեջ հատիկներ մնացած լինեն։ Բայց սովն ավելի է սաստկանում։ Եվ գյուղացին որոշում է քանդել կտուրը և ծղոտի միջից այնքան հատիկ է հանում, որ ցանում է ու ցանում։ Իսկ հաջորդ տարին, երբ ոչ ոք ոչ մի հասկ չի ունենում, նրա տարեկանը այնպես է աճում, որ բոլորը մնում են զարմացած։ Գյուղացու տարեկանի լուրը տարածվում է ամբողջ թագավորությունով մեկ, հասնում է նույնիսկ թագավորին։ Թագավորը հրամայում է գյուղացուն բերել պալատ։ Գյուղացին ստիպված գալիս է։ Հարցնում է նրան թագավորը. «Դու որտեղից տարեկան ճարեցիր ցանելու համար։ Ախր իմ ողջ թագավորության մեջ մի հատիկ չէր մնացել»։ Գյուղացին չէր ուզում ճիշտն ասել, վախենում էր, որ թագավորը իրեն կպատժի հորն անտառում չթողնելու համար, բայց տեսնում է, որ ուրիշ ճար չկա։ Ամեն ինչ պատմում է այնպես, ինչպես եղել է։ Թագավորն այստեղ մտքերի մեջ է ընկնում, և այդ օրվանից էլ չի ստիպում, որ ծերերին տանեն թողնեն անտառում։